Բարև ձեզ եւ բարի գալու Սամվել Խռլոբյան ծառայություններ։ Սամվել Խռլոբյանը հովիվն է Կենցանի հույս եկեղեցու հայերեն լեզվով ծառայությունների։ Կենցանի հույս եկեղեցին The Church of the Living Hope-ը գտնվում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։ Այս հաղորդաշարը նվիրված է օգնելու հայալեզու հավատացյալներին ավելի լավ ճանաչել Աստծուն, ծանոթացնելու նրանց իր ծրագրի խորհուրդը եւ օժանդակելու հավատացյալներին ավելի օգտավեր ծառայել ամեն հայախոս համայնքներում։ Պարտիրոջ շատ լավ լուրեր լսեցինք, շատ ուրախ ենք, շատ հաճելի էր։ Պարտիրոջ Տերը բարի է։ Մենք չենք իմանում իր ժամանակները, բայց ինքը իր բարիության մեջ մեր աղոթներին պատասխան է տալիս եւ ցույց է տալիս մեզ համար։ Պարտիրոջ։ Այսօր մեկ հատ հետաքրքիր թեմա կա, որ կարող է մտքով հասկանալի է, բայց կարող է զգացմունքներով հասկանալի չի։ Եվ իմ նպատակը սենա, որ դուք զգացմունքներով հասկանաք ինչ որ ուզում ասեմ ձեզ։ Բայց մեկ հատ աղոթենք, որտեղ միայն Սուրբ Հոգուց է։ Եկնային այ շնորհակալ ենք քեզանից Տեր Աստված։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ դու ասացիր իմ գնալս ձեզ համար լավ է, որովհետև որ գնամ օգնականին կուղարկեմ։ Տեր եւ մենք գիտենք, որ հոգով դու մեր մեջ ներկա ես եւ խնդրում ենք այսօր ինչ որ խոսում ենք այս բառերը Տիրոջ ամենը լինի մեզ համար եկնային իմաստություն, հայտնություն եւ նաեւ քո սիրտը հասկանանք Տեր։ Շնորհակալ ենք եւ ես խնդրում եմ, որ ինձ իմաստություն եւ կարողություն տաս Տեր Աստված քո խոսքերդ խոսելու։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եմ աղոթում։ Ամեն։ Լավ, ինչպես ասեցի, որ շատ մեկ հատ թեմա է, որ կուզենամ, որ մենք ավելի զգացմունքներով հասկանանք, քանի որ թե մի որոշ բաներ կա, որ մտքով կարող ենք հասկանալ եւ շատ լավ է դրանից ավել այդ տվյալ ասեմ թե դասի համար կամ այդ ուսուցման համար կարևոր չի բայց մի որոշ տեղեր կա որ մենք Աստծուն ճանաչելը նաեւ միաժամանակ պետք է մեր զգացմունքներով էլ ճանաչենք իրեն կամ իր զգացմունքները ճաշակենք եւ սա ասելու համար նախ պետք է ես ձեզ տանեմ Եփեսացիների 5-րդ գլուխը Պողոս առաքյալը երբ որ նամակ է գրում այդտեղ Եվ հետաքրքիր մի բան ասում, խոսում եմ մեկ մի Աստծուն ճանաչելու մեկ միջոցի մասին, որը ինքը անվանում է մեծ առեղծված կամ մեծ գաղտնիք, խորը գաղտնիք, լավ։ Եվ մի քիչ հետո կբացատրեմ թե ինչու անա ասում սա գաղտնիք է, առեղծված է։ Այսինքն մի որոշ ժամանակ ծածկված էր կամ մարդկությունը չէր իմանում։ Բայց հիմա մեզ համար մեկ հատ այդ առեղծվածը պետք է որ Աստված բացի։ Եվ այդ առեղծվածը, որի մասին խոսում ենք Եփեսացիների 5-րդ գլուխը 31 եւ 32 համարների մեջ է։ Եվ գիտենք 5-րդ գլուխը Եփեսացիների, ընդհանրապես Եփեսացիների նամակը գրված է բացատրելու թե եկեղեցու իրականությունը ինչ է եւ եկեղեցու հարաբերությունը Աստծո հետ միասին։ Եվ ինքը ընդհանրապես 6 գլուխ է, բայց 5-րդ գլխի մեջ այսպես բան ասում Պողոս առաքյալը։ Ասում է ամուսինը իր հորն ու մորը պետք է թողնի եւ իր կնոջը հետևի ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Իհարկե այստեղ Պողոս առաքյալը կրկնում է այն ինչ որ Աստծո խոսքը Մովսեսի միջոցով ծննդոց 2-րդի մեջ է ասել։ Երբ որ Ադամի եւ Եվայի մասներ խոսում եւ նրանք ինչպես որ պետք է ամուսնան։ Հետաքրքիր է, բայց Ադամը հայր եւ մայր չուներ, լավ, ուրեմն սա պարզ է, որ մեկ մի ուրիշ մի բանի մասն էր, մեկ սկզբունքի մասն էր խոսում։ Եվ ասում ամուսինը իր հորը մորը պետք է թողնի։ Այս բառը թողնել բառը շատ կարևոր բառ է։ Նախ առաջի հերթին մենք ուզում որ ճաշակենք, մտածենք այս բառի մասին, որ իր հորը եւ մորը թողել է մեկ պատճառով, որ իր հարսի հետ մեկ լինի։ Այսինքն թողնելը եթե չլինի, միաբանությունը չի կարող լինի։ Սա հոգևոր սկզբունք է, ես ուզում եմ որ մտածենք եւ հասկանանք սրա վերաբերյալ։ Որովհետեւ Եվան կին արարածը հարսը կամ այսպես ասած եկեղեցուն է ներկայացնում, ինչպես գիտենք, հա։ Բայց թողելը սա անհրաժեշտ է, որ լինի մեկ, քանի որ չի կարող լինել մեկ իր հորը մորը հետ եւ լինի հետո մեկ լինի իր կնոջ հետ։ Պետք է նրան թողի, որ նրա հետ կարողանա մեկ։ Եվ բացատրությունը կտամ թե ինչու համար։ Եվ ասում եմ այս խորհուրդը
մեծ է կամ այս խորհուրդը խորն է։ Սա է որ ինքը ասում է մեծ առեղծված կամ ուրիշ թարգմանությունների մեջ ասում է մեծ առեղծված է սա գաղտնիք է սա որ չգիտենք անգլերեն ասում է mystery, լավ։ Եվ ասում է այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու մասին եմ խոսում։ Լավ։ Այսինքն բացատրությունը սա ծննդոցից էր եւ այ եւ Ադամի վերաբերյալ, բայց սա ասում է ես եկեղեցու եւ Քրիստոսի եւ եկեղեցու մասին եմ խոսում։ Ուրեմն սա պետքա որ վերագրենք եկեղեցու եւ հարսի վերաբերյալ։ Եվ ուրեմն սա, ինչպես ասացինք, արդեն Ադամի վերաբերյալ չէր եւ Հիսուսը մեկ փառավոր գործ պետք է աներ, բայց միջև չթողներ իր հորը, որ երկնքում է, եւ հետո չծնվեր որպես մարդ, եւ հետո իր մորը թողներ, որ ամեն փորձության մեջով գնա, ամեն տանջանքների ցավ քաշի, ամեն մտրակ, ամեն հարված, ամեն թուք եւ ծեծ, ամեն ամոթանք, ամեն անեծք, ամենի մեջով պետք է անցնել, քանի որ թողել էր ամեն ինչ, բայց ամեն ինչը հոժար էր անելու, որ միանա։ Այն ինչ որ ինքը արեց խաչի վրա, դա է այն ամեն ինչն է, որը որ պետք է կատարվեր, որ վերջի վերջո ինքը կարողանա այդ միաբանությունը գա, որ ասում է պետք է ասում նրանք դառնան մեկ։ Ամեն ինչ պետք է թողել եւ դառնան մեկ։ Իհարկե ասում է ես եւ Քրիստոսի մասին եմ խոսում։ Ուրեմն ինչու է որ կոչվում, ինչու Պողոս առաքյալը ասում սա մեծ առեղծված, գաղտնիք։ Ինչու այդ գաղտնիք բառը օգտագործում։ Իհարկե սա պետք է մենք մեկ հատ այսպես ասած մտքով տեղափոխվենք մոտ 2000 տարի առաջ։ Եվ մենք պետք է տեսնենք, որ այն ժամանակ կրոնք հասկացողությունները միայն այսպեսի աստվածներ գոյություն ուներ եւ մեկ Աստծու, որ այդ Աստված իր ստեղծագործության հետ մեկ է ուզում լինի, այս հասկացողությունը գոյություն չուներ։ Այս մտածելակերպը գոյություն չուներ։ Մենք հայերս այդ ժամանակ քրիստոնեություն հասկացողություն չկար։ Արև էինք պաշտում, միջուր հետո կրակ էինք պաշտում, տարբեր կենդանիներ էինք պաշտում, տարբեր հասկացողություններ կար։ Եվ այդ ժամանակ անհասկանալի էր, թե Աստված ով է եւ Աստծո փափագն ինչ է։ Սա գաղտնիք է, որովհետև Աստծո սերը, որ ամեն բան նա կթողնի, որ գա իր ստեղծագործության հետ, իրեն հետևողների հետ մեկ դառնա, սա մեկ հատ անհասկանալի գաղափար էր, ընդունված գաղափար չէր, եւ ոչ ոք չէր իմանում, որ Աստված էսպես մեկ Աստված է։ Ամենը մտածում են հիմա, որ Աստված, եթե մենք իր ուզածը անենք, վախով եւ դողով, այսպես ասած, նա էլ վերջապես մեզ կօրհնի, եթե պատերազմի գնանք կհաղթի մեզ համար, եթե հիվանդ ենք, մեր հիվանդներին կբուժի, եթե անեծք կամ մեր անեծքից կվերցնի, բայց եթե անենք այն ինչ որ մեզ մենք ասում ենք։ Գաղտնիք էր, որ Աստված ասում է ամեն բան թողնի։ Այս Քրիստոսի ներկայությունը Ադամի այս խոսքերի մեջ անհասկանալի մի բան էր, գաղտնիք էր, բայց հիմա Սուրբ Հոգին մեզ համար բացում է։ Եվ սա համար Պողոս առաքյալը աղոթում ասում է, որ ես ասում աղոթում եմ, որ դուք իրեն ճանաչեք։ Եփեսացից այս նամակը որ սկսում է, այս աղոթքով ասում եմ, աղոթում եմ, որ ճանաչեք։ Իր մտադրությունները սկզբից ճանաչեք։ Լավ։ Եվ այս առեղծվածը սրա համար անհասկանալի էր, բայց հիմա մեզ համար հասկանալի է, քանի որ մենք նույնիսկ այն ժամանակ որ Պողոս առաքյալը գրում էր, նամակը կար, որ ինքը գրել էր։ Իր հայտնությունը կար եւ ինքը իր հայտնությունը թղթի վրա դրեց եւ վերջի վերջո մենք այս օրերում ունենք նոր կտակարանի գրքերից մեկը։ Եվ նոր հասկացողություն Աստծո վերաբերյալ։ Եվ ոչ մի կրոն երբեք մոտ չի եղել նկարագրելու Աստծո հարաբերությունը իր ժողովրդի հետ այսպեսի բառերով, այսպեսի խոսքերով։ Երբեք այսպեսի մի բան չի եղել։ Եվ սրա համար հրյա ժողովրդի համար շատ անհասկանալի մի բան էր, որ Հիսուսին նայեն եւ ասեն, որ սա Աստծո տղան է։ Որտեւ Աստված իրենց համար այնքան մեծ էր, որ Աստծո անունը վախով չէին կարողանում ասեին Աստծո անունը։ Վախենում էին մոտիկանային, ասում էին Մովսեսին, ասում էին դու խոսա, մենք չենք ուզում խոսենք իր հետ։ Վախենում ենք։ Դա անհասկանալի մի բան էր եւ դժվար ընդունելի մի բան էր։ Բայց վերջի վերջո Աստված Սուրբ Հոգու միջոցով սկսում է իր ժողովրդին մեկնաբանություն անել։ Հիմա
Ավելի շատ Պողոս առաքյալը ավելի շատ է գնում եւ նկարագրելով ամուսնական հարաբերությունը մեզ ցույց է տալիս, թե ինչպես է Հիսուսը իր հարսի հետ մեկ լինում, բացատրելով նրա առօրյա սկզբունքները։ Ուրեմն 25-րդ համարից նույն գլխից ասում է ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն է եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց։ Իր անձը նրա համար մատնեց։ Սկզբում մենք լսեցինք, որ նա թողեց իր ամեն ինչը, հիմա ասում է, որ ինքը ոչ թե մենակ իր հորը եւ մորը թողեց, այլև ինքը իր անձն էլ թողեց, իր անձն էլ դրեց մահի գերեզմանի վրա, որ այդ միաբանությունը բերի։ Մենք տեսնում ենք այստեղ մեկ բացարձակ սեր, որ Աստված ներկայացնում է, որ մենք կարող ենք ճանաչենք իրեն։ Ասում է Քրիստոսն է եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, եւ այստեղ շարունակաբար սկսում է եւ որոշ բաներ ասել Պողոս առաքյալ, ասում է այս բաները արեց 3 անգամ ասում է որպեսի սա, որպեսի դա եւ հետո վերջին մատելա որպեսի ասում։ Այս ամեն բաները արեց։ Այսինքն եթե չաներ, չէր պատահի այն ինչ որ հետևելու էր նրան։ Առաջի հերթին, որպեսի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի։ Նախքան այդ 26-րդ ներողություն 27-ը կարդացի, 26-րդ համարից, որպեսի նրան սրբացնի, մաքրելով ջրի ավազանով եւ որ իր խոսքն է։ Ասում է, որ առաջի հերթին սա արեց, որ ոչ թե որ մենակ իր հարսին շահի, բայց իր հարսին մաքրի, զտի, իր վրայից ամեն մթություն, ամեն մեղք, ամեն սխալ արարք, ամեն բան մաքրի, զտի նրան, մաքրի, որ նոր կտակարան մեջ ասում է իր խոսքը, ասում է սա իր ջրերով մաքրեց, լավ, եւ ուզում որ հիշեք, քանի որ նորից վերադառնալու եմ հենց այս նույն թեմային։ Երկրորդ հերթին ասում է, որպեսի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, ոչ թե որ նրան մաքրեց, զտեց, այլև փառքով իր առաջը կանգնեցրեց։ Այսինքն գեղեցիկ շորեր հագցրեց նրան։ Իր ամբողջ եթե մազերը կեղտոտ էին, փչացած են, իր դեմքը եթե բաներ եղել, արևից վառվել էր, թե ինչ որ եղել էր, իր ոտքերը չորացել էին, ինչ էլ որ եղել էր, իրավիճակի ինչ էլ որ կար։ Սա արեց, որ ոչ թե որ մենակ մաքրեց եւ զտեց եւ սրբագործեց, այլև միաժամանակ փառավորեց, իր գլխին թագ դրեց, իր ուսերին գեղեցիկ շորեր հագցրեց, ամենագեղեցիկ ձևով ներկայացնելու, որ իր արժևը կանգնեցնի իրան այդպես, ոչ թե որ մենք ամոթով կանգնենք իր առաջ, այլև փառքով կանգնենք իր առաջ։ Ասում այդ ամեն բաներ արեց, որ սա անի։ Հաջորդաբար ասում որպեսի որևէ արարտ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ է ու որ անարատ լինի։ Եվ ասում ամուսինները իրենց կանանց այսպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները։ Եվ իր կնոջը, ով իր կնոջը սիրում է, ինքը իրեն է սիրում, որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում է եւ խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը եկեղեցուն խնամեց։ Ոչ ոք ասում է իր մարմինը չի ատում, չի սիրում իր մարմինը։ Սա այստեղ մեկ հատ նոր հասկացողություն է, որ ես ուզում եմ որ ուշադիր լսեք եւ այս նոր հասկացողության մեջ կա, որովհետեւ հիմա գալիս է եւ համեմատում է հարս եւ փեսը հարաբերությունը այստեղ Հիսուսի եւ իր մարմնի։ Լավ։ Եվ ասում ճիշտ այդպես ասում ինչպես որ մեկը ինքը իրան սիրում է եւ իր մարմինը եւ որ մա ինչպես մեկը ցավ է քաշում, մենք ուզում ենք որ բժշկվի, ցավ չքաշի, շոյում ենք, մաքրում ենք։ Եվ ինչպես որ մենք վերաբերվում ենք մեր մարմնի հետ, այդպես էլ ասում որ սա ամեն բան արեց եւ այս մարմնի հարաբերությունն էլ ուզում եմ որ հիշեք։ Ասում որովհետեւ մենք իր մարմինն ենք։ Մենք գիտենք սա մտային որպես հասկացողություն, որ ինքը գլուխն է եւ եկեղեցին իր մարմինն է, մենք իր մարմինն ենք։ Բայց մենք ավելի խորն ենք գնալու հասկանալու, որ ոչ թե որ մտավոր հասկանանք, այլև զգացմունքներով հոգեվոր հասկանանք ինչա նշանակում իր մարմինը լինելը։ Լավ։ Քանի որ շատ կարևոր է, ասում եմ, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից եւ նրա ոսկորներից։
Այստեղ մի հատ գեղեցիկ մի հատ իրականություն կա, որ ես ուզում եմ մի քիչ մի փոքր դրա մասին խոսեմ։ Սա իհարկե գալիս է ծննդոց երկրորդից, ինչպես ասեցի։ Եվ ինչպես որ Ադամը որ կար, դեռ զույգ չուներ, եւ ամեն կենդանիներին մոտիկացավ եւ իր նմանը մեկին չգտավ։ Եվ երբեք իր մեջ բավարարություն չտեսավ։ Ինչ եղավ, տեսնում ենք Աստծո խոսքը ասում է, որ քնացրեց իրան 3 օր եւ իր կողը բացվեց եւ իր կողի ոսկորից դուրս գալով նա ստեղծեց Ադամին եւ Եվային։ Այստեղ մի գեղեցիկ նկարագրում կա, որ ուզում կարողանանք հասկանանք, որ մենք Հիսուսի մեջից ենք ծնվել։ Մեր բնույթը, մեր կյանքը, որ մենք հիմա ունենք, որ մենք ապաշխարում ենք եւ վերստին ծնունդ ենք ստանում, սա մեկ հատ կրոնքի փոփոխություն չի, այլև մի բան, որ Հիսուսի մեջ էր, իր բնույթը եւ իր հոգին, որ իր մեջ էր, նրանից է, որ մենք ծնվել ենք։ Մի բան, որ իրենից է մեր մեջ է հիմա։ Մի բան, որ ներկայացնում էր իրեն, հիմա դա է, որ մեր մեջ է։ Մարմինը, իրեն մարմինը լինելը, սա մեկ հատ խոսք չի, որ մենք կարողանանք մտային հասկանանք։ Այլև մեր այս մտերմությունը, այս մեկնությունը, որ ասում է ամեն բան թողեց, որ գա իր հարսի հետ մեկ լինի, եւ այդտեղ ինչ է Ադամը ասում է ահա ոսկորի եւ մարմինի իմ մարմնից, վերջի վերջո այդ միաբանությունը կարող է իրարու մեջ լինել, ինչ որ տեսավ սիրեց եւ ճիշտ իր նման տեսավ, դա Հիսուսը չի կարող մեզ չսիրել, քանի որ իր մեջից ենք դուրս եկել, իր մարմնից, ինչքան որ ինքը իրեն մարմինը սիրում է եւ սփոփում է եւ փայփայում է, մենք ենք դա, որ իր մարմնից դուրս ենք եկել։ Ուզում եմ կարողանա այդ ավելի մեզ համար հասկանալի լինի, որ մենք իրանից ենք դուրս եկել։ Եվ սրա համար ասում է, դրա համար Պողոս առաքյալը ասում է, միթե ասում է մեկը իր մարմինը չի սիրում, այլև սիրում է, փայփայում է, հոգա տալիս իր մարմնի համար։ Քանի որ ուզում է հասկացնի, որ մենք հայտնությունով հասկանանք, ում մասին է խոսում, մեր մասին է խոսում։ Լավ։ Քանի որ մենք նրա մարմնից ենք եւ նրա ոսկորներից ենք։ Սա մեզ տանում է եւ մենք կարողանում ենք հեշտորեն հիմա հասկանալ, որ ինչու ամենամեծ պատվերանը նա է, որ ամենամեծ պատվերանն է։ Պատվիրանը։ Մատթեոս 22-ի մեջ, երբ նա ասում է, երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձացրեց սադուկացիներին, քանի որ փարիսեցիները եւ սադուկացիները հակառակություն ունեն իրար, ուրախացան այդ պատճառով, իրար մոտ հավաքվեցին եւ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրանց փորձելու համար հարցրեց ու ասաց. «Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ Հիսուսը նրան ասեց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Հիմա այստեղ հասկացողությունը նա է, որ ընկերոջը մենք գիտենք, որ սա խոսում է մեզ համար Տիրոջ եւ իր մարմնի անդամների վերաբերյալ, որ նրանց էլ մեր, ինչպես որ Տիրոջն ենք սիրում, նրանց էլ այդպես սիրենք։ Բայց այստեղ նորից էլի հետա բերում, ասելով, որ ինչպես ինքդ քեզ ես սիրում, բերում ամես այդ նույն հասկացողության մեջ, ինչպես Հիսուսի մեջ, որ մենք տեսանք, թե ինչպես նա իր մարմինը սիրում է։ Այդպես պետք է որ սիրենք իրարու։ Որ այսինքն մենք ոչ թե մենք միայն իրարու հետևորդենք, Հիսուսի կամքը կատարողենք, որ մենք արտաքին նմանություն ունենք իրեն, կամ իրեն շարժումների մեջ շարժվում ենք, կամ իր որոշումների մեջ որոշում ենք, այլև մեկ հատ ընդհանուր մի բնական մեկ հատ միաբանություն կա մեր եւ իր մեջ։ Նա, որ Աստծո որդին է, իր մեջ պարունակում է մեկ բնույթ, որ այդ բնույթի դուրս գալով է, որ մենք ծնվել ենք։ Նա մեր մեջ է, հեռու չի մեզանից։ Եվ այս երկու պատվիրաններից է կախված ամբողջ օրենքն ու մարգարեները։ Այսինքն Տիրոջ խոսքը ասում է, որ ամբողջ մարգարեությունները, ինչ որ պատվիրանները, բոլորը սրանից են կախված։ Եթե դու Աստծուն ամբողջ սրտովդ, ամբողջ մտքովդ ես, այսինքն կարծես թե ամենն էլ կատարել ես արդեն։ Որտեղ վերջի վերջո, այս հարցը որ ասում է, որ ամենամեծ պատվիրանը ո՞րն է։
Մեկ ուրիշ ձևով կարող ենք փոխել բառը եւ այսպես ասել. Աստծո համար ամենակարևոր բանը ինչ է։ Ինչ է ուզում Աստված մեզանից։ Ամենակարևորն ինչ է։ Որ դու սիրես Տեր Աստծուն ամբողջ քո սրտով։ Ամենամեծ պատվիրանը, Աստծո պատվիրանը, Աստծո կամքը ի՞նչը։ Որ ես իրեն սիրեմ ամբողջ իմ սրտով, ամբողջ իմ մտքով։ Եվ դա չեմ կարող սիրեմ իրան, մինչև որ չիմանամ, որ այն ինչ որ ինքն է, նաև իմ մեջ սա բնակվում։ Ես եւ ինքը մեկ ենք։ Այդ միաբանությունը չհասկանալը երբեք կարող չի դարձնել, թե ինչպես մենք կարողանանք իրեն սիրենք, այսպես ինչպես որ բնութագրվում է։ Սիրո եւ հնազանդության մեջ միասնության այս ուղերձից անմիջապես հետո խոսքը մեզ տանում է դեպի մեկ հատ հոգևոր պայքարի։ Ինչու է որ Պողոս առաքյալը գրում է 5-րդ գլխում այս եկեղեցական այս միաբանության վերաբերյալ եւ 6-րդ գլուխը անցնելով սկսում է հոգևոր պատերազմի մասին խոսել։ Մի անգամից խոսել չարի հարձակումների վրա վերաբերյալ։ Մի անգամից խոսել թե մենք ինչպես պետք է պաշտպանվենք, որ հանգարցած չվնասի։ Պետք է որ Սուրբ Հոգու մեջ մեկ վախ, ոչ թե վախ, այլև մեկ մտածմունք լիներ անկասկած։ Սատանայի հարձակումները այս նպատակները խաթարելու համար են։ Որտեվ ժամանակ է քաշում, որ դու մեկին ճանաչում ես։ Հայտնություն է ուզում, որ դու մեկին որ հասկանաս, թե ինչպես է Հիսուսը մեզ սիրել, ինչպես է թողել ամեն բան, ինչպես է ինքը իրեն զոհաբերել, որ կարողանա շահի իր վերջին հարսին։ Եվ վերջի վերջո գալով մոտիկանալով հասկանալով նրա սերը հասկանալով կգանք այդ սերի միաբանության, որ մենք էլ կսկսենք իրեն սիրել, ճիշտ այդպես ինչպես ինքն է մեզ սիրել, եւ մենք պատրաստ կլինենք թողենք ամեն բան։ Եվ պատրաստ կլինենք նույնիսկ մենք ինքներս մեզ զոհաբերել այդ սերի համար։ Դե վերջի վերջո իր նպատակը սրանով է կայանում։ Եվ ամբողջ սատանայի հաղթանակը սա է, ներողություն, հարձակումը սրա վրա է, որ մեր սրտերը գրավի ուրիշ բաներով։ Քանի որ լիքս սիրտը դատարկ սիրտ չի, բայց դատարկ սիրտն է, որ կարող է միայն լցվել սերով, Հիսուսի սերով։ Դրա համար Եփեսացիների 6:11-ի մեջ ասում է Աստծո սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Հնարներով է գալիս մեր դիմաց, որ մենք կարողանանք դիմադրել եւ կարողանանք հաղթահարել։ Սատանան թունավոր նետեր է արձակում մեր սրտերի մեջ, որոնք գրավում են մեր սերը։ Սատանան դիտմամբ նետեր է վերցնում, թույնավորում է այդ նետերը, թույնավորում է ուրիշ սերերով։ Եվ ճիշտ մեր սրտերին է խփում դրանով։ Մենք շատ անգամ մտածում ենք, թե եթե ինչ-որ մեղք կամ ինչ-որ մեկ սխալ արարք եւ այլն։ Սատանայի ամեն նպատակը սա է, որ մենք չճանաչենք Աստծուն, չճանաչենք նրա սերը եւ չսիրահարվենք նրա վրա։ Եվ մեր կարողանա մեր սրտերը գրաված լինի ուրիշ բաներով, այն նետերով, որ թույնավորված նետեր է։ Հովհաննեսը իր առաջին գրված նամակի մեջ ասում է. «Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է»։ Մի սիրեր աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ է։ Մենք պետք է սիրենք մեկ ուրիշ մեկ բան եւ նրա մեջ մի բան կա, որ մենք պետք է սիրենք։ Եթե մեկը աշխարհը սիրում է, հոր սերը նրա մեջ չէ։ Շատ պարզ է։ Եթե Տիրոջ ամբողջ նպատակը սա է, որ մեր սրտերը լցված լինեն իրենով եւ մենք իրեն սիրենք, եթե մեր սիրտը ուրիշ բանով է լցվել, թե աշխարհում, թե աշխարհի մեջ, ինչ էլ որ ներկայացվում է ամբողջ, ասում է հոր սերը նրա մեջ չէ։ Այն սերը, որը որ պետք է մեր կյանքը լիներ եւ մեզ առաջնորդեր։ Սա միշտ եղել է թշնամու զենքը, սկզբից մինչև վերջ։ Սատանան շատ լավ գիտեր Եդեմական պարտեզում, որ եթե ուզում է հաղթի, պետք է բաժանում բերի այս երկուսի մեջ։ Չի կարելի, որ այս երկուսը դառնան մեկ։
Եվ այդ մեկությունը սերի մեկություն է։ Դրա համար նա իմանալով, որ առաջի երթին ինչն է պատճառը, որ մարդուն եւ Աստծուն կբաժան իրարից, իր օրինակից սովորելով, ասաց կբերեմ մարդուն մեղքի մեջ։ Եվ մեղքը պատճառ եղավ, որ բաժանում առաջանա։ Բայց գիտեք ինչ է։ Աստծո սերը չէր ճաշակել։ Աստծո սերը չէր իմանում։ Չէր իմանում Աստված ինչ սեր ունի։ Չէր իմանում, որ Աստծո որդին պատրաստ է ամեն բան թողնել։ Ամեն բան թողնել երկնքում թե երկրի վրա, նույնիսկ իր կյանքը զոհաբերել, բայց շահել այն, որի վրա որ ինքը սիրարված է։ Եվ ոչ թե որ սիրարված է, այլև նրան սրբագործել, մաքրել, իր արջևը փառքով կանգնացնել, նույն կյանքով, որ իր մեջ է բնակվել։ Իրենից մի բան թող պակասի, բայց թող ավելանա մեր մեջ։ Դիտմամբ եմ ուզում, որ մենք զգացմունքների մեջ տեսնենք Տիրոջ մտածելակերպը։ Հեզեկիելի մարգարեի խոսքերի մեջ մենք տեսնում ենք, որ շատ անգամ ինչ որ Պողոս առաքյալը Եփեսացից 5-րդ գրքի մեջ մեզ ասեց։ Հեզեկիելի մարգարեի մեջ Աստված օգտվում է Հեզեկիելին ասելով, որ գնա ասա ժողովրդին, որ ես էսպես եմ ձեզ սիրում։ Ասում է, ես դարձյալ անցա քո մոտով, առաջին անգամ որ ասում է դեռ ասում է դու երեխա ես, երիտասարդ աղջիկ ես։ Բայց ասում է այս անգամ որ դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի եւ ահա ժամանակդ սիրո ժամանակն էր։ Արդեն ասին գեղեցիկ երիտասարդ աղջիկ էր դարձել։ Ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա եւ ծածկեցի քո մերկությունը։ Իր քղանցքը, այսինքն իր թիկնոցը, ասում է ծածկեցի քեզ վրա եւ իմս դարձրեցի։ Եթե հիշում եք Ռութի գրքի մեջ Նայոմին ինչ է ասում Ռութին։ Ասում է գնա Բոազի մոտ, պարկի իր ոտքի տակ եւ թող ասում է քո ղանցքը ծածկիր քո վրա։ Այսինքն սա այն հասկացողությունն էր, որ ես ուզում եմ քո կինը լինել։ Սրա համար այս բացատրությունը մեզ Աստծո խոսքը տալիս, ասում է ես ասում է քղանցքը տարածեցի քեզ վրա եւ ծածկեցի քո մերկությունը, այսինքն առաջի հետին մեղքերի գործողություն եղավ եւ քեզ երթում անելով քեզ հետ ուխտ կնքեցի, այդ ուխտը մեկ հատ ամուսնական ուխտ է, որ երկու անձնավորություն գալիս են եւ ուխտ են կապում իր հետ մեկ լինելու համար։ Ասում է Տեր Աստված, եւ դու իմը եղար։ Ես քեզ ջրով լվացի, հիշում եք ասացի, որ հիշեք ինչ եմ ասում, երբ հասածների մեջ կարդացի։ Նույն բանն են ասում ես քեզ ջրով լվացի եւ քո արյունը մաքրեցի քո վրայից, բայց եւ ոչ թե որ մենակ քո մեղքերդ, քո հին գործերդ, քո հին կյանքդ մաքրեցի քեզ, զտեցի, սրբագործեցի քեզ։ Ոչ թե մենակ դա, այլև յուղով է լոծեցի։ Այսինքն ինչ որ ինձանից էր, իմ հոգիս էր, ես իմ հոգովս էլ քեզ նույն բանով ոցեցի։ Քեզ ասեղնագործ հագուստ հագցրեցի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ եւ մետաքսով ծածկեցի քեզ, գեղեցիկ շորեր հագցրեցի, գեղեցիկ հարս դարձրեցի քեզ։ Ես քեզ զարդերով աճեցի, եթե այդ արյունավետ, այդ կեղտոտ, այդ հողերի մեջ ընկած վիճակով եթե տեսներ, անկարելի է որ սիրեր իրեն, բայց սիրում էր։ Եվ քանի որ սիրում էր, ինչպես ինքը իր մարմինն է փայփայում, այդպես է նրան փայփայեց, մաքրեց, զտեց, գեղեցիկ շորեր հագցրեց, սրբագործեց նրան, դարձրեց մի գեղեցիկ անձնավորություն, որ նրա ամոթն էլ նրա ձեռքից վերցնի։ Ես քեզ զարդարեցի, բջնեցի, ապարանջաններ դրեցի ձեռքիդ վրա եւ մանյակ պարանոցիդ վրա, օղակ դրեցի քթին եւ գինդեր քո ականջներին ու փառավոր պսակ քո գլխին։ Ասում է Տեր Աստված։ Այս բաներ արեցի քեզ։ Բայց սովորաբար երբ որ վատով է սկսում եւ ասում է բայց շատ լավ է, քանի որ գիտես որ փոխելու է դեպի լավին։ Բայց երբ որ վատ բաներ ասում եւ ասում է բայց եւ գիտես որ այսինքն մեկ մի բան սխալ է կատարվել, ասում է բայց դու քո գեղեցկությամբ ապավինեցիր։ Դու քո հույսդ հիմա որ ես այս ամբողջ քեզ զարդարեցի, գեղեցիկ շոր հագցրեցի, դու սկսեցիր մտածել որ դու գեղեցիկ ես, դու սիրվող ես, ինչպես քեզ մեկը չի սիրիր։ Դու ամեն քո վստահությունը դեղավ քո լավությունը, քո կարողությունը, դրան ապավինեցիր, դրա վրա հույսդ դրեցիր։ Երբ որ նկատար անցորդի վրա
աշխարհ։ Եվ նրանը դարձար։ Այստեղ շատ հեշտ է տեսնել, եթե մենք մտածենք ոչ թե միայն մտային կանոնների վերաբերյալ, այլև հասկանանք, թե ինչ սրտացավով է Տերը այս խոսքերը ասում։ Հուսով եմ, որ նկատելի է։ Այդ ցավը, այդ տենչանք իր սրտերի մեջ։ Ես քեզ սիրում եմ եւ այս ամբողջ բաները անում եմ քեզ համար։ Երբեք չեմ նայել քո աղտոտությանդ, չեմ նայել քո արյունոտ եղած վիճակիդ, չեմ նայել, այլև քեզ սրբել եմ, մաքրել եմ։ Ոչ թե ինձ համար։ Ես քեզ առաջվանից էլ սիրել եմ, բայց քեզ համար եմ արել, որ քեզ գեղեցկացնեմ, քեզ ուրախացնեմ, քո սիրտը խաղաղությունով լուծնեմ։ Եվ այլն։ Այսինքն միսա միշտ թշնամու գործն է եղել։ Եվ տեսնում ենք հավիտենական անցյալից, միջև հիմա էլ թշնամու գործն է սա։ Ես ես կարդացինք նոր կտակարանից, կարդացինք հին կտակարանից։ Ցավի զգացում կա նրանց մեջ եւ նկատելի է։ Տերը փնտրում է սիրո ընկերակցություն։ Եվ այս ընկերակցությունը չի լինելու միայն կարիքի համար։ Տեր, երբ որ հիվանդ եմ ինձ բուժիր, երբ որ գործ չունեմ ինձի գործ տուր, երբ որ շորջ չունեմ հաղթելու ինձի շորջ տուր, երբ որ ցավերի մեջ եմ ցավերս վերցրա, երբ որ մենակ եմ ինձ այդ մենակությունը վերցրա ինձանից, կարիքներս հոգա։ Սրանք ինչպես տեսնում ենք Տերը առանց խնդրելու անում է մեզ համար։ Բայց նրա փափագը այն չի, որ մեր հաղորդակցությունը, մեր հարաբերությունը իր հետ լինի սրանց վրա հիմնված, այլև նա սերի ուխտ է ուզում մեզանից։ Սիրո միաբանություն է ուզում։ Հովհաննեսի 6-րդ գլխում մի խոսակցություն կա, եւ ճիշտ ասած, այս ամեն մտքերը այս Հովհաննեսի 6-րդ գլխից եկավ, եւ կուզենամ այնպես նկարագրեմ, որ կարողանաք հասկանալ, թե ինչպես ես եկա այդ գաղափարին, որ դուք էլ կարողանաք նույնը տեսնել։ 6-րդ գլխում Տերը, եթե հիշում եք, կերակրում է ժողովրդին։ Հազարներով, կարող եմ ասեմ, Աստծո խոսքը ասում է 5000, բայց կարող ենք ասել, որ 12-13000 մարդ կար, քանի որ ասում է 5000 տղամարդ միայն, չհաշված կանայք եւ երեխաները։ 5000 հոգու մարդու կերակրումը։ Նրանց կարիքն է հոգում, այսպես ասած։ Որպեսզի նրանք հասկանան, որ ինքն է կյանքի հացը, որ իր մեջ ուտելու մեկ մի բան կա։ Շատ անգամ դժվար է հասկանալ այն ինչ որ հիմա կասեմ։ Բայց վերջը ուզում որ տեսնենք այնպես Տերը ի նկատի ունի։ Հովհաննեսի 6-րդ գլուխ 26-րդ համարից այսպես ասում։ Ասում է Հիսուսը նրանց պատասխանեց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։ Դրա համար եք ինձ փնտրում։ Հիսուսը նրանց 35-րդ համարի մեջ շարունակում այսպես։ Ասում է Հիսուսը նրանց ասաց. Ես եմ կյանքի հացը։ Դեպի ինձ եկողը չի քաղցի, եւ ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Անընդհատ իրենց հետ խոսում է, որ ինքն է հացը, որ կարողանա մեկ մի հատ ճշմարտություն հասկացնի իրենց, որ իրենց փափագածը, իր ցանկությունը մեկ ուրիշ մի բանի մեջ է։ 51-րդ համար ասում է. Ես եմ կենթանի հացը, որ երկնքից իջել է։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է։ Եվ որ ասում ես հացն եմ, եւ որ ասում եմ, որ իմ արյունս, ուզեմ ասել սա, որ իմ մարմնիս մեջ մի բան կա, որից դուք պետք է ծնվեք։ Ես պատրաստ եմ ինչ որ իմ մեջս է տամ ձեզ, բայց դուք պետք է փափագեք ուզենալ, որ ուտեք եւ մեկ դառնաք դրա հետ միասին։ Այն ինչ որ սկզբից որ ձեզ բացատրություն է տալիս, որ ինչպես եկեղեցին ծնվեց Ադամից եւ ինչպես նախաճի վրա նիզակահարվեց իր մեջից արուն եւ ջուր հոսեց դուրս, իրենից դուրս եկածով մենք ծնվեցինք։ Այն ինչ որ իր մեջ է, պետքա որ մեր մեջ լինի։ Ոչ թե որ միայն հասկացողություն, այլև իրականություն որպես կյանք։
որպես կտամ իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար։ 25-րդ համար ասում է, որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը եւ խմում է իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ նրա հետ։ Ինչ միավորության մասին է խոսում։ Արդյոք սա մտ կրոնական միավորություն է, թե մենք ասենք մենք Հիսուս Քրիստոսին ենք պատկանում, մենք պաշտում ենք Հիսուս Քրիստոսին, մենք քրիստոնյա ենք, այո, այս ամենը իրականություն է, բայց իր ամենամեծ իրականությունը սա է, որ մենք մարմնի մեջ մեկ ենք եղել, հոգևոր մարմնի մեջ ասելով, որ նրա մեջից դուրս ենք եկել, իր կյանքից եւ իր բնույթից ենք ծնունդ առել մենք։ Մենք այդպեսի միաբան ենք իրարու հետ։ Եվ սա հասկանալը մեկ տեղա բերում ես, որ երբեք մենք չենք հասկացի, արդյոք Աստված ինձ սիրում է, թե չի սիրում։ Աստված արդյոք ինձ հետ է, թե ինձ հետ չի։ Ասում է սիրելիս, դու ինձանից ես ծնվել, իմ մեջից ես դուրս եկել։ Ինչ է նշանակում ես քեզ հետ եմ, Հավիտյան։ Ես երբեք քեզ մենակ չեմ թողնի։ Ով ուտում է իմ մարմինը, խմում է իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ նրա հետ։ Սա հոգևոր մեկություն է, որ մեզ համար շատ անգամ դժվար է հասկանալ, քանի որ մենք հոգևոր էակներ չենք։ Բայց Սուրբ Հոգին տրված այս նպատակի համար, որ մենք կարողանանք հասկանալ, ճաշակել իր սերը։ Եվ այստեղ 60-րդ համարի մեջ մեկ մի բան է պատահում, որ դրա մասին մտածելով ես սկսեցի մտածել այս համարների շուրջը։ 60-րդ համարը եւ 61-ը ասում է. եւ նա աշակերտներից շատերը լսեցին ու ասեցին. Խիստ է այդ խոսքը, ով կարող է դա լսել։ Շատ անհասկանալի մի բան է ասում։ Մարմինս կերեք։ Իմ մարմինս մեկ լինենք իրարու հետ միասին, իմ արյունս չեն հասկանում մարդիկ, բայց կարող է ինչ որտեղ ընդունելի չի, քանի որ մենք ուզում ենք քո խոսքերդ լսել, իմաստություն ստանալ քեզանից, քո մտքերդ հասկանալ, հետևել քեզ որպես մեր կրոնքի առաջնորդը, բայց դե ես իմ կյանքս ունեմ, իմ կյանքը սահմանափակություն իրեմ 4 կողմից եւ միայն ոմանք կարող են այդ սահմանից ներս մտնել եւ ինձ հետ այդքան մոտիկ լինել։ Ես ունեմ կին, կամ ես ունեմ ամուսին, կամ ես ունեմ երեխաներ, ես ունեմ թոռնիկներ, ես ունեմ հայր եւ մայր, միայն նրանց հետ կարող եմ այդքան մոտիկ լինել։ Այդ ինչ որ դու ասում ես մի քիչ շատ ես ուզում մոտիկանաս ինձ։ Ասում եմ աշակերտները շատերը լսեցին, ասեցին դժվար է խոսքը։ Բայց երբ Հիսուսը ինքը իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար ներողություն, Հիսուսը ինքը իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում էին, նրանց ասաց. դա ձեզ գայթակեցնում է։ Այն ինչ որ ասեցի, դուք գայթակվում եք այդ բառերից։ Եվ մտածեցի սրա վրա, այս գայթակվել բառից ինչ է ուզում ասի Տերը։ Ես եմ հացը, ես եմ արյունը, հիմա դուք որ լսեցիք, գայթակվում եք։ Ես սկսեցի ուրիշ թարգմանություններ նայել եւ տեսա, որ ճիշտ բառը ավելի հասկանալի է մեզ համար։ Անգլերեն ասում է offended։ Արդյոք այն ինչ որ ասում քեզ համար վիրավորական էր, դու վիրավորվեցիր ինձանից։ Արդյոք այն ինչ որ ուզում ասում տահաճ է քո համար, լավ չի հնչում, քեզ համար ընդունելի չի, որ ես ու դու մեկ լինենք։ Թե լավ է, որ ես այստեղ լինեմ քեզ համար միշտ, քո ինչ որ ցանկացածը տանեմ, ինչ որ խնդրում ես անեմ, այն ինչ որ դու կարիք ունես անեմ։ Բայց վերջի վերջո դու ես եւ դու քո ընտանիքդ, քո ամենամոտիկ մարդիկ, եւ դու ես եւ դու քո նպատակներդ, քո կամեցածներդ, բայց ես ինչ որ մեկ հեռավորության վրա կարող եմ լինեմ։ Դրանց մոտիկ, այդքան մոտիկություն, որ մեկ լինենք իրարու հետ, կարող է եւ քեզ համար տահաճ է լսելը։
կամ անընդունելի կամ վիրավորական։ Մտածեք սրա վերաբերյալ։ Տերը ուզում է, որ մեկ լինի մեզ հետ։ Այնպես մոտիկություն, որ նրանց մեջտեղում ուրիշ ոչ մի բան չկա։ Ինչ բաժանում կարող է լինի մեկի հետ, որ ես ու ինքը մեկ ենք մարմնի մեջ։ Ինչ բաժանում կարող է լինի, ոչինչ բաժանում չկա։ Բայց շատ անգամ մեզ համար կարող է այդ վախենալու լինի այդ բաժանումը, այդ հարաբերությունը, այդքան էլ մոտիկ պետք չի լինեմ։ Եվ այլն։ 66-րդ համայնք ասում է դրանից հետո նրա աշակերտները շատերը հետ քաշվեցին ու նրա հետևից այլևս չհետևեցին։ Արդ Հիսուսն այս 12-ին ասաց, շուռ եկավ եւ 12-ին իր 10 աշակերտներին ասեց. Գուցե դուք էլ ուզում եք գնալ։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. Տեր, ում մոտ գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքերն ունես։ Դու ես, որ հավիտենականն ես։ Դու ես, որ կյանքն ես։ Քո խոսքով է, որ մենք ապրում ենք։ Քո խոսքով է, որ մենք կանգնած ենք։ Ուր գնանք, ով կարա մեզ այդ դա այն ինչ որ դու ես տալիս մեզ։ Գիտեք Տիրոջ պատասխանը ինչ էր։ Բայց ես եմ ձեզ ընտրել։ Ես եմ ձեզ սիրել սկզբից։ Ես եմ ձեզ սրբագործել։ Ես եմ որ թողել եմ ամեն բան եւ եկել եմ ձեր հետևից։ Ես եմ արել։ Հիմա կարող է պատահի, որ ձեզ ոմանց համար սա լինի վիրավորական կամ անընդունելի, կամ ես գախնի չեմ ասում այսպես երեսանց, բայց սրտերի մեջ։ Ես եմ ձեզ ընտրել։ Պողոս առաքյալի, որ գրում է առաջին Կորինթացիներից 8-րդ գլխի մեջ, այս համարով ուզում եզրափակեմ։ Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի ոչինչ։ Թե ինչպես պետք է գիտենալ։ Իսկ ով սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։ Շատ անգամ մենք կարծում ենք, որ սուրբ գրային գիտելիքներ շատ ունենք, շատ հասկացողություններ ունենք եւ այլն, մենք ուրեմն գիտենք, այդպես որ պետք է որ իմացվեր, ես արդեն գիտեմ։ Հասկացել եմ։ Բայց Պողոս առաքյալը ասում է, նրանք ովքեր որ սիրում են Տիրոջը, Տերը նրանց հավոր ճանաչում է։ Եվ այդ ճանաչել բառը նույն ճանաչումն է, ինչ որ միաբանության ուխտը, որ կապում է հարս եւ փեսան։ Այդպեսի մտերմություն կա։ Իհարկե նա բոլորին ճանաչում է, քանի որ բոլորս մենք իրեն կանչելով ենք փրկվել։ Բայց նա փոխադարձն է ուզում մեր մեջ տեսնել։ Ես ուզում եմ լինեմ ազնվորություն, որ բոլորս միասին կարողանանք մեր ձեռքերը բացած, առանց մտահոգվելու, կատարյալ հնազանդության մեջ, ասեմ Տեր, իմ ամբողջ էությունովս քեզ եմ պատկանում։ Քո այդ մեկությունդ իրագործիր իմ մեջ։ Թող որ ես էլ սիրեմ քեզ, ինչպես որ դու կամեցել ես, որ սիրես մեզ։ Ամեն։ Դրա համար է այդ հրամանքը ամենակարևոր հրամանքը։ Սրա համար է որ Պողոս առաքյալը վերջ ներողություն Հովանեսը եւ որ իր վերջին նամակը գրում էր Եփեսացից եկեղեցուն, ես եկեղեցուն որ Պողոս առաքյալը գրում է սրանց մասին, Հարսու Փեսայի միաբանության ամեն բան որ Հիսուս արել է, խոսում այս բաների մասին։ Ինչ ասում Հիսուսը նրանց իր նամակի մեջ։ Ասում է գրիր Եփեսացի եկեղեցիներին։ Հովանեսը գրում էր, Հիսուսն էր ասում։ Ասում է որ դուք բոլոր հասկացողություն ունեք, բոլոր գիտելիքները հասկանում եք, ամեն բան ճիշտ եք անում եւ այլն, բայց ես մի բան ունեմ քեզ հակառակ։ Այդ սերը առաջի սերդ կորցրել ես։ Ապաշխարի։ Որ իմ տանս մեջ հավիտյան բնակվես։ Ամեն։ Տեր, շնորհակալ ենք, որ սիրեցիր մեզ, մեր նմաններին, որ անդուր ենք, մենք նույնիսկ իրարու չենք սիրում, բայց դու մեզ սիրեցիր։
եւ թողեցիր ամեն բան, քո երկնային տեղդ, քո երկրային տունդ, եւ ինքդ քեզ էլ թողեցիր կրակի վրա, որովհետեւ քո մարմինը տալով կրակի մեջ, նաեւ մեզ էիր տանում քեզ հետ։ Եվ երբ որ հոգեվոր մարմնովդ վերստին ծնունդ ստացար, դու հարություն առար, մեզ էլ քո մարմնիդ մեջ հանում էիր դուրս, որ վերջի Պենտեկոստի օրը, երբ որ մեզ ծնունդ տաս, քո մարմնից մահով եւ հարությունով ա գնացել, նրանից ծնես մեզ, երկնային տեղերից ծնված լինենք, վերստին վերևից ծնվածներ, Տեր։ Հիմա հասկանում ենք, որ դու եւ մենք մեկ ենք, Տեր։ Եվ դավանում ենք, Տեր Աստված, որ քեզ ենք պատկանում։ Եվ եթե որևէ թույնավոր նետեր կան մեր սրտերի մեջ կպած, որ պատճառ են դառնում, որ մենք ուրիշ սեր ունենանք, Տեր, հանձնում ենք սրանք ամենը քո ձեռքերի մեջ։ Խնդրում ենք քո զորավոր անունով, Տեր, ինչպես դու սրբագործեցիր, մեզ մաքրեցիր, քո խոսքովդ մաքրեցիր, լվացիր, նույն բանն էլ արա, Տեր, որ մեր սրտերը քոնը լինեն, Տեր։ Որ նրանց մեջ ոչ մի տեղ չլինի ուրիշ մեկ մի բանի համար, այլև լինի կատարյալ քոնը։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Փառավոր Տեր։ Ամեն աղոթում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։